1000 տարի առաջ այստեղ, այս նույն վայրում, որտեղ այսօր կանգնած է Աչաջուր գյուղը, տարածվում էր մի այլ աշխարհ։ Փայտաշեն փոքրիկ տներ, ծուխ բարձրացող օջախներից եւ մարդկանց պարզ, բայց լիարժեք կյանք։ Աչաջուր, ոչ միայն գյուղ, այլ մի ժամանակի վկա, որը կապում է անցյալը ներկայի հետ։ Չկային աղմկոտ մեքենաներ, չկային ժամանակակից շինություններ, միայն քամու ձայնը, թռչունների երգը եւ հոսող ջրի մեղմ շշունջը։ Այս հողը տեսել է սերունդներ, պատմություններ, որոնք փոխանցվել են լռության մեջ։ Աչաջուր գյուղը մի փոքր, բայց ուժեղ ու միասնական բնակավայր էր, շրջապատված խիտ անտառներով եւ բերրի հողերով։ Այստեղ ապրող մարդիկ պարզ էին, բայց մեծ սրտով։ Նրանք հայրենասեր էին, սիրով կապված իրենց հողին ու գյուղին եւ պատրաստ էին ամեն ինչ անել այն պաշտպանելու ու պահպանելու համար։ Աչաջուրցիները աշխատասեր էին։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո նրանք մշակում էին իրենց հողամասերը, ցորեն, գարի ու այլ մշակավոր սերաչեցնելով։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ իր փոքր տնտեսությունը, որտեղ պահում էին անասուններ, կովեր, ոչխարներ ու այծեր։ Այդ ամենը ոչ միայն ապրուստի միջոց էր, այլ նաև նրանց կյանքի անբաժանելի մասը։ Գյուղում մարդիկ ապրում էին համերաշխությամբ, երբ մեկը դժվարության մեջ էր, մյուսները շտապում էին օգնել։ Նրանք միասին էին աշխատում, միասին էին կիսում թե ուրախությունը, թե ցավը։ Այդ միասնությունն էր, որ ուժ էր տալիս նրանց, հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Աչաջուրի մի կարևոր հատված էր շեկաթաղ թաղամասը, այն նույնպես լի էր կյանքով ու աշխատանքով։ Շեկաթաղի բնակիչները նույնքան աշխատասեր ու նվիրված էին։ Նրանք մշակում էին իրենց հողերը, պահում էին անասուններ եւ մեծ հոգատարությամբ պահպանում իրենց ընտանիքներն ու ավանդույթները։ Այդ ժամանակների մարդիկ գուցե չունեին ժամանակակից տեխնոլոգիաներ, բայց ունեին ամենակարևորը՝ սեր դեպի հայրենի հողը, ուժեղ կամք եւ միմյանց աջակցելու պատրաստակամություն։ Եվ հենց այդ արժեքներն են, որ դարերի ընթացքում պահպանել են Աչաջուրը, դարձնելով այն այնպիսին, ինչպիսին այն այսօր է։